Մի վերլուծական փաստաթուղթ, որը գտնվել է հին ֆինանսական արխիվում շվեյցարական բանկի անհայտ պահարանից, կարմիր կնիքով, Top Secret։ Այդ փաստաթղթում բացակայում էին 3 էջ, ոչ թերթված էին, ոչ էլ պատահական կորած, կտրված էին ափսեի սայրով, մաքուր, վստահ շարժումով, որպիսի որոշակի հաշիվների համարներն անհետանան։ Ամենահետաքրքիրն այն էր, որ հենց այդ փաստաթղթի վերջին էջում, մատնանշանների ուսումնասիրության բաժնում, նշված էր մեկ անուն, որն ամբողջ Հայաստանն արդեն 20 տարի է հավատում, որ լռության մեջ է խորացել՝ Վանո Սիրադեղյան։ Սակայն թղթի թվականը խոսում էր այլ բան։ 2020 տարի, 2 տարի անց այն բանից, երբ 2021 թվականի ապրիլին ողջ երկիրը սգավորեց Գորշ Կարթինալի մահը։ Արդյոք այս փաստաթուղթը կարող էր փոխել ամեն ինչ, թե դա էր հերթական խաղը, որը Գորշ Կարթինալը նախատեսել էր տասնամյակներ առաջ։ Եթե սովորական հայ քաղաքացին 1990 թվականներին մութ և ցուրտ տարիներին վառում էր իր գրադարանի գրքերը, տան մեջ մի փոքր ջերմություն ստեղծելու համար, եթե երեխաները քնում էին մեկ պատյանի տակ, սառույցից պաշտպանվելու համար, ապա Երևանի իշխանության գագաթներում շքեղաշուք զարդարված սենյակներում գործարքներ էին կնքվում, որոնց գինը չափվում էր ոչ թե լարիներով, այլ 100 հազարավոր դոլարներով։ Միջին աշխատավորի ամսական աշխատավարձը չէր գերազանցում 2-3 լարին, հին խորհրդային ճգնաժամային նորմայով, մինչդեռ մի գործարքից, որը կարգավորվում էր Վանո Սիրադեղյանի ստորագրությամբ, անհայտ բիզնեսմենները կստանային այնքան, որքանով կարելի էր մի ամբողջ թաղամաս 1 տարի պահել։ Այդ ժամանակաշրջանում, երբ Վանոն զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը, նա հայտնի էր որպես մարդ, ով մաքրում է Երևանը կրիմինալից, սակայն առասպելները պնդում էին այլ բան. նա չէր վերացնում կրիմինալը, այլ վերակառուցում էր այն հենց իշխանության սիստեմում։ Կարմիր բարձրավանդակ շինությունների ստվերներում, որտեղ պաշտոնական համերը փակվում էին գիշերային ժամերին, խոշորագույն գործարքներն իրականացվում էին մի քանի սեղանի շուրջ, բաժանելով հսկայական ֆինանսական հոսքերը։ Իսկ երբ քաղաքացիները հերթում էին հացի համար, վերևում արդեն քննարկվում էր, թե ինչպես տեղափոխել միլիոնները հեռու եվրոպական անվտանգ լիմաններ։ 10-րդ տարեկան հայ պատանին այդ ժամանակ սովորում էր 4 ժամ սառույցի մեջ նստած դասարան, մինչդեռ Սիրադեղյանի թիմը քննարկում էր նոր օֆշորային հաշիվների բացումը։ Թղթերը, որոնք այժմ հայտնվել են իրավասու լրագրողների ձեռքում, ցույց են տալիս, որ այդ հաշիվներից մի քանիսը բացվել են իմենա 1990 թվականին, հենց այն ժամանակ, երբ Հայաստանը տնտեսական անկման ամենախորը փուլում էր։ Այդ թղթերը մատնանշում են ոչ միայն հաշիվների համարները, այլև այն փաստը, որ դրանք թարմացվել են, օգտագործվել են երկար տարիների ընթացքում, անցնելով մի սերնդից մյուսը։ Ինչպես շատ քրեական գործերում, այստեղ էլ գլխավոր հանելուկը ոչ թե ով է հանցագործը, այլ ով է այժմ օգտագործում այդ ռեսուրսները։ Ով է Գորշ Կարթինալի իսկական ժառանգը, ոչ թե անունով, այլ գործերով։ Ով էր Վանո Սիրադեղյանը, որը մի ողջ ժամանակաշրջան կառավարեց ոչ միայն ներքին գործերի նախարարություն, այլև անտեսանելի ֆինանսական ցանցեր, որոնց ծայրերը հասնում էին մինչև միջազգային բանկեր։ 1946 թվականի նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի փոքրիկ Կոտի գյուղում Սմբատ Սիրադեղյանի ընտանիքում ծնվեց 12 երեխաներից մեկը, որը ապագայում կդառնար ամենահեծուկ և վտանգավոր քաղաքական գործիչներից մեկը։ Վանոն ծնվել էր փոքր գյուղացիական ընտանիքում, տունը գտնվում էր լեռների ստորոտին, տարրական պայմաններում, որտեղ 9 երեխաները բաժանում էին մի ընդհանուր սենյակը։ Նրա հոր կրկնակի քույր ևս ապրում էր նույն տանիքի տակ, և երբեմն պատմում են, թե ինչպես փոքր Վանոն նստում էր մութ երեկոներին և լսում մեծերի զրույցները քաղաքականության, իշխանության, արդարության մասին։ Նույնիսկ այդ տարիքում նրա աչքերում կար մի խորություն, մի սառը հաշվարկ, որ անհանգստացնում էր նույնիսկ հարազատներին։ Երբ Վանոն դարձավ 19 տարեկան, նրան կանչեցին սովետական բանակ 1966-ից մինչև 1969 թվականները։ Այդ 3 տարիները, անցկացրած սովետական կարգապահության ներքո, նրան սովորեցրին ոչ միայն ենթարկվել, այլև խաղալ համակարգի ներսում։ Ով գիտի, թերևս հենց այդ տարիներին է նա ստացել առաջին դասերը նրա մասին, թե ինչպես կառավարվում է իշխանությունը,
ոչ թե ուժով, այլ տեղեկատվությամբ եւ կապերով։ Վերադառնալով բանակից 1969 թվականին Վանոն մտավ Երևանի Պետական համալսարանի ֆիլոլոգիայի ֆակուլտետ, լրագրողական մասնագիտություն։ Նա ավարտեց համալսարանը 1973 թվականին եւ անմիջապես սկսեց աշխատել Հայաստանի պարբերական մամուլում 1974-ից մինչև 1988 թվականները։ Այդ տարիներին նա դարձավ ոչ միայն հայտնի լրագրող, այլև անհանգստացնող գործիչ, որն իր հոդվածներով կարողանում էր ազդել հասարակական կարծիքի վրա, ուղղելով այն հենց այն ուղղությամբ, որն իրեն անհրաժեշտ էր։ 1982 թվականին Վանո Սիրադեղյանը ստացավ Ժողովուրդների բարեկամություն ամսագրի մրցանակը իր գրական աշխատանքի համար։ 1983 թվականին նա հրատարակեց իր առաջին գրքերի ժողովածուն՝ Կիրակի, որը արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում, այլև թարգմանվեց վրացերեն։ Նա դարձավ Հայաստանի գրողների միության անդամ 1985 թվականին եւ հիմնադրեց Առավոտ թերթը, որը շուտով դարձավ քաղաքական տեսակետների հզոր հարթակ։ Սակայն նրա սիրտը երբեք չէր պատկանում միայն գրականությանը։ Գրողը Վանոն միշտ եղել է ծածկոց քաղաքական Վանոյի համար, եւ երբ 1988 թվականին հիմնվեց Ղարաբաղ կոմիտեն, նա անմիջապես միացավ դրան, դառնալով ամենաակտիվ անդամներից մեկը։ Սակայն այդ ակտիվությունը նրան բերեց դեպի ձերբակալություն 1988 թվականի դեկտեմբերից մինչև 1989 թվականի մայիս։ Այդ ամիսները անցկացրած խորհրդային բանտում չխզեցին նրա հոգին, այլ ընդհակառակը ամրացրին նրա համոզմունքը, որ իշխանությունը կարելի է ձեռք բերել միայն այն ժամանակ, երբ իմանաս քո թշնամիների բոլոր գաղտնիքները։ Ազատվելուց հետո Վանո Սիրադեղյանը դարձավ ավելի զգույշ, ավելի հլի հաշվարկված։ 1990-ից մինչև 1992 թվականները նա ընտրվեց Արցախյան ԽՍՀ մեծ խորհրդի падգամավոր եւ դարձավ Հայ օգնության դաշինքի ԱՕԴ անդամ։ Այս տարիներին նա նաև գլխավորեց Հայաստանի անտառային տնտեսության վարչությունը 1990-ից մինչև 1991 թվականները։ Այդ պաշտոնը թվում է տեխնիկական էր, սակայն իրականում այն նրան տվեց հսկայական ռեսուրսների վերահսկողություն։ Անտառատնտեսությունը խորհրդային ժամանակներում միշտ եղել է ուղղակի ֆինանսական աղբյուր անօրինական գործարքների համար։ 1991-ից մինչև 1992 թվականները Վանոն դարձավ նաև Հայաստանի նախագահի խորհրդական ներքին և սոցիալական հարցերով։ Այս պաշտոնը նրան հասանելի դարձրեց ամենազգայուն դեղեկատվությանը, և նրա ազդեցությունը սկսեց տարածվել ամենախոր շերտերում։ Իսկ հետո եկավ 1992 թվականը, և Վանո Սիրադեղյանը նշանակվեց Հայաստանի ներքին գործերի նախարար, պաշտոն, որը նա պահեց մինչև 1996 թվականը։ Այս 4 տարիները դարձան լեգենդար։ Սրանք էին մութ տարիները, սակայն Վանոյի համար դրանք էին ոսկե տարիները, երբ նա ստեղծեց իր անտեսանելի կայսրությունը։ Նա հռչակվեց որպես մարդ, ով մաքրել է Երևանը կրիմինալից, տալով 24 ժամ հանցավորական ավտորիտետներին երկիրը լքելու համար։ Այդ էքսոդուսը այնքան զանգվածային էր, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վիկտոր Երինը նույնիսկ զանգահարեց Երևան, բողոքելու, որ հայկական կրիմինալը հոսում է դեպի Ռուսաստան։ Սակայն ճշմարտությունը ավելի խորն էր։ Վանոն չէր վերացրել կրիմինալը, այլ վերակազմավորել էր այն, ներառելով իր վերահսկող կառույցներում։ Միլիցիան, որը պետք է պայքարեր հանցագործության դեմ, դարձել էր դեմորալիզացված, վերականգնման ընկերությունների օգնությամբ, որոնք փաստորեն վերահսկում էին ամբողջ ֆինանսական հոսքերը Երևանում։ Արդյոք այդ ամենը ճշմարտություն է, թե սոսկ լեգենդներ, որոնք ծնվել են ժողովրդի ատելության և փարահեղության խառնուրդից։ Ով էր Վանոյի այն մտերիմ ընկերը, որն իրականում սպասում էր իր պահին հավատարմությունից դավաճանության անցնելու համար։ Վանոյի ամենամոտ դաշնակից այդ տարիներին էր Վազգեն Սարգսյանը, մարդ, ով զբաղեցնում էր Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը և համարվում էր երկրորդ ամենահզոր գործիչը երկրում։ Վազգենը և Վանոն ստեղծել էին մի դաշինք, որը հայտնի էր որպես բռնի ծեռներ, երկու մարդիկ, ովքեր իրենց ձեռքում պահում էին և բանակը, և ոստիկանությունը։ Նրանք հանդիպում էին գիշերային ժամերին, երբ Երևանը մտնում էր խավարի մեջ, էլեկտրականության պակասի պատճառով, և քննարկում էին ոչ միայն ընթացիկ քաղաքական խնդիրները,
այլև ժամանակակից պատմության ամենախոշոր քաղաքական զանգվածային մանևրները։ Վազգենը էր ռազմական ուժը, իսկ Վանոն քաղաքացիական կարգապահության երաշխավորը։ Միասին նրանք երաշխավորում էին իշխանության կայունությունը, սակայն հենց այդ կայունության ներսում ծուխ էր գալիս անհամաձայնությունները։ Վազգենը գործում էր բաց, ուղիղ մարտավարությամբ, զինվորական ռազմավարություն, պատերազմական փորձառություն, Արցախյան հակամարտության տարիներից։ Նա հավատում էր ուժին, հասարակ լուծումներին, եւ նրա համար անընդունելի էր նրբագործությունը, որը բնորոշ էր Վանոյին։ Մյուս կողմից, Վանոն գործում էր ստվերներում։ Նա նախընտրում էր մանիպուլյացիան հրամանին, գաղտնի գործարքները հրապարակային հռչակագրություններին։ Երբ երկուսը հանդիպում էին բարձրահարկ շենքերի գլխավոր սենյակներում, Վազգենն ասում էր. «Մենք պետք է ուժով պահենք երկիրը», իսկ Վանոն հանգիստ պատասխանում էր. «Մենք պետք է ուժը ունենանք անդեսանելի»։ Այս տարբերությունը հետագայում կդառնար փլուզիչ։ 1996 թվականին, երբ Վանոյի պաշտոնավարման ժամկետը լրացավ ներքին գործերի նախարարության վրա, նրան նշանակեցին Երևանի քաղաքապետ, պաշտոն, որը նա զբաղեցնում էր մինչև 1998 թվականը։ Երևանի քաղաքապետ լինելը նշանակում էր վերահսկել ողջ քաղաքի ենթակառուցվածքը, տնտեսությունը եւ, ամենակարևորը, դրամական հոսքերը։ Երևանում այդ տարիներին ամեն ինչ գնորդ ուներ, եւ Վանոն գիտեր, թե ինչպես վաճառել ամեն ինչը, միևնույն ժամանակ պահելով իր անունը մաքուլ հանրության աչքում։ Նա ստեղծեց այնպիսի կառույց, որտեղ յուրաքանչյուր պաշտոնական փաստաթուղթ, յուրաքանչյուր թույլտվություն, յուրաքանչյուր շինարարական նախագիծ անցնում էր նրա հաստատումից եւ յուրաքանչյուր անգամ մի փոքր գումար մնում էր անտեսանելի հաշիվներում։ 1998-ից մինչև 1999 թվականները Վանոն վերադարձավ խորհրդարան, որպես падգամավոր Հանրապետություն խմբակցության մեջ։ Սակայն նրա ամենահզոր տարին եղավ 1999-ը, երբ մայիսի 30-ին նա կրկին ընտրվեց խորհրդարանի падգամավոր եւ դարձավ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Ավելին, նա ընտրվեց ԱՕԴ-ի խորհրդի նախագահ, պաշտոն, որը պահեց մինչև 2010 թվականը։ Այս պաշտոնը նրան տվեց անսահմանափակ հնարավորություններ ազդելու ողջ երկրի քաղաքական օրակարգի վրա, եւ նա օգտագործեց այդ հնարավորությունները ամբողջությամբ։ Սակայն 1999 թվականի հոկտեմբերի 27-ը դարձավ այն օրը, որը ամեն ինչ փոխեց։ Երևանի խորհրդարանի շենքում տեղի ունեցավ զանգվածային սպանություն։ Ահաբեկիչները մտան նիստերի դահլիճ եւ սկսեցին կրակել։ Այդ օրը սպանվեցին 8 մարդիկ, այդ թվում Վազգեն Սարգսյանը, Վանոյի հին դաշնակիցը, իշխանության մեջ նրա ամենավստահելի կողակիցը։ Վազգենի մահը եղավ այն կետը, երբ Վանոն հասկացավ, որ իր օրերը Հայաստանում սահմանափակ են։ Շատերը համոզված են, որ Վանոն գիտեր ահաբեկչության մասին, թերևս նույնիսկ ուներ եղած տեղեկատվություն, սակայն չարգելակեց այն։ Թերևս Վազգենը դարձել էր անհարմար։ Թերևս նրանց միջև փակ դռների հետևում էր տեղի ունեցել այնպիսի վեճ, որը չէր թողնում ազատ տարածք երկուսի համատեղ իշխանության համար։ Այս տեսությունը երբեք չի հաստատվել, սակայն այն շարունակում է ապրել մարդկանց գիտակցության մեջ։ Վազգենի սպանությունից հետո 1999 թվականի վերջերին Վանո Սիրադեղյանը լքեց Հայաստանը եւ հաջորդ 20 տարին անցկացրեց արտասահմանում, հիմնականում Ռուսաստանում եւ եվրոպական քաղաքներում։ Նա դարձավ ստվեր, անուն, որին ավելի հայտնի էին լեգենդներն ու վախերը, քան իրականությունը։ Սակայն կային մարդիկ, ովքեր պնդում էին, որ տեսել են իրականությունը։ Անդրեյ Կորոլևը, նախկին ռուսական բիզնեսմեն, ով 60-րդ թվականների սկզբին աշխատում էր Երևան-Մոսկվա միջանցքում, 2019 թվականին տվեց հարցազրույց մի փոքր լրագրողական խմբին։ Հարցազրույցը չպետք է հրապարակվեր, սակայն ձայնագրությունը արտահոսեց ինտերնետ մեկ տարի անց։ Կորոլևը խոսում էր դողացող ձայնով, եւ յուրաքանչյուր նրա բառ կարծես հանում էր ծանր բեռը հոգուց։ Ես տեսա Վանոյին 1995 թվականին Մոսկվայում, մի էքսկլյուզիվ ռեստորանում, որտեղ միայն շատ հարուստները կարող էին մտնել։ Նա նստած էր անկյունային սեղանի շուրջ 3 այլ մարդկանց հետ, ում դեմքերը ես չեմ կարող բացահայտել, քանի որ դրանք ծանոթանուններ են։ Նրանք խոսում էին ֆինանսական հոսքերի մասին, որոնք պետք է անցնեին Հայաստանից դեպի օֆշորային հաշիվներ։ Մեկը բարձրաձայնեց $2 միլիոն, մյուսը 5 միլիոն։ Վանոն լռում էր, ծխում էր իր ամփոփող սիգարետը եւ միայն գլուխ էր շարժում, հաստատելով կամ մերժելով։
Նա էր վերջին որոշման մարդը, եւ բոլորը սպասում էին նրա ժեստին։ Կորոլևի վկայությունը, թեև չհաստատված պաշտոնական աղբյուրներով, տարածվեց արագությամբ, եւ շատերը սկսեցին վերհիշել, արդյոք իսկապես Վանոն հեռացել էր, թե պարզապես փոխել էր իր մոդուսը։ Մեկ այլ վկա, որը պահանջեց անանունություն, պատմեց, թե ինչպես 1999 թվականի վերջերին նա աշխատում էր Երևանի քաղաքապետարանում, վարչական աշխատակից։ Մենք ստանում էինք խիստ գաղտնի հրահանգներ, որոնք պարունակում էին հատուկ հաշիվների համարներ։ Այդ համարները պետք է փոխանցվեին միայն քաղաքապետի անձնական օգնականին, եւ յուրաքանչյուր անգամ, երբ փոխանցում էինք, պետք է ստորագրեինք հատուկ մատյան, սևով։ Մեզ արգելում էին պատճենել կամ հիշել այդ համարները։ Հետո մի քանի տարի անց, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանություններից հետո, բոլոր այդ մատյանները վերցվեցին եւ այրվեցին դատարանի հրահանգով, պաշտոնապես, որպես անպետք արխիվ։ Սակայն ես հիշում եմ մեկ հաշվի համարի վերջին 4 թվանշանները՝ 7284։ Այդ համարը մտավ գլխիս, քանի որ այն համընկավ իմ տան հասցեի համարի հետ։ Այս վկայությունը թեև մասնակի հաստատում է, որ Վանո Սիրադեղյանի համակարգը ուներ բազմաստիճան ֆինանսական ցանց, որի վերջնական կետերը հասնում էին այնտեղ, որտեղ հայկական արդարադատությունը արդեն անզոր էր։ Երկրորդ վկայությունը եկավ անսպասելի աղբյուրից։ Նախկին ոստիկանական պաշտոնյա, ով ծառայել էր ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունում հենց այն տարիներին, երբ Վանոն էր նախարար։ Նա, որն այժմ ապրում է Ռուսաստանում թոշակի վրա, հարցազրույց տվեց մի անկախ ռուսական լրատվամիջոցին 2018 թվականին։ Վանո Սմբատիչը մարդ էր, ով միշտ գիտեր, ով է ում հետևում։ Մենք ունեինք հատուկ բաժին, որը կոչվում էր տեղեկատվական վերլուծություն, սակայն փաստորեն դա էր հետախուզական ծառայություն քաղաքացիական հագուստով։ Մենք հետևում էինք ոչ միայն կրիմինալ ավտորիտետներին, այլև քաղաքական գործիչներին, լրագրողներին, նույնիսկ բիզնեսմեններին, ովքեր թվում էր, թե չունեին որևէ կապ հանցագործության հետ։ Վանոն ասում էր, ով տիրապետում է տեղեկատվությանը, նա տիրապետում է իշխանությանը։ Նա ուներ յուրաքանչյուր մարդու վրա դոսիե, եւ երբ որևէ մեկը փորձում էր խախտել նրա ուղիները, այդ դոսիեն հանկարծ հայտնվում էր նույն մարդու ընկերներից մեկի ձեռքում կամ լրատվամիջոցներում։ Սա էր նրա եղանակը վերահսկելու իրականությունը, առանց ուղակի բռնության օգտագործման։ Իսկ ամենաանսպասելի վկայությունը եկավ մի նախկին վարորդից, ով տասնյակ տարիներ ծառայել է Վանոյին, անձնական շոֆեր։ Նա պատմեց, որ 1994 թվականի ձմռանը, երբ Երևանում չկար էլեկտրականություն եւ մարդիկ սառեցնում էին իրենց բնակարաններում, Վանոն մի գիշեր հրամայեց իրեն վարել դեպի օդանավակայան, գիշերվա 2-ին։ Մենք գնացինք օդանավակայան, սակայն ոչ հիմնական տերմինալ, այլ մասնավոր ավիացիայի հատված։ Այնտեղ սպասում էր մի փոքր ինքնաթիռ, առանց որևէ նշանների։ Վանո Սմբատիչը ինձ ասաց. «Դու այստեղ չես եղել», եւ մտավ ինքնաթիռ։ Ես սպասեցի մինչև առավոտ, եւ ինքնաթիռը վերադարձավ։ Վանոն իջավ, ձեռքին 2 ծանր սև պայուսակներով։ Երբ ես օգնեցի դնել դրանք մեքենայի ետևի նստատեղում, մեկը բացվեց, եւ ես տեսա նոր դոլարային փաթեթներ, ամբողջովին չբացված բանկային փաթեթներում։ Վանոն անմիջապես փակեց պայուսակը եւ ասաց. «Դու երբեք չես տեսել այս գումարը»։ Ես ասացի. «Իհարկե», եւ երբեք ավելի չհարցրի։ Սակայն այդ գիշերից հետո ես հասկացա, որ Վանոն չէր պարզապես քաղաքական գործիչ։ Նա էր ամբողջ մի համակարգ, որը գործում էր միջազգային մակարդակում։ Այս վկայությունները, թեև իրարից անկախ, ձևավորում են մի պատկեր, որի համաձայն Վանո Սիրադեղյանը հենց այն տարիներին, երբ հայ ժողովուրդը տառապում էր սոցիալական անկայունության եւ քաղաքական ճգնաժամի ներքո, ստեղծել էր մի հսկայական ֆինանսական կառույց, որն ապահովում էր նրա եւ նրա ընտանիքի անվտանգությունը տասնամյակներով։ Վկաները խոսում են զգուշությամբ, երբեմն սարսափով, քանի որ բոլորը գիտեն, նույնիսկ մահից հետո Վանոյի անունը շարունակում է ունենալ ուժ։ Նրանցից մեկը, ով պահանջեց չբացահայտել նույնիսկ իր ծննդավայրը, ասաց. «Վանոյի ընտանիքը այսօր ապրում է շքեղ կյանքով, եւ ես վստահ եմ, որ այդ փողերը գալիս են այն հաշիվներից, որոնք մենք բացել էինք 90-ականներին։ Ես չեմ հավատում, որ Վանոն մեռել է։ Ես հավատում եմ, որ նա այնտեղ է, որտեղ միշտ ուզել է լինել, անտեսանելի, անհասանելի եւ հարուստ»։ 2021 թվականի հոկտեմբերի 15-ը պաշտոնապես հայտարարվեց որպես Վանո Սիրադեղյանի մահվան օր։ Նա 80 տարեկան էր եւ պաշտոնական հաղորդագրությունները խոսում էին երկարատև հիվանդությունից հետո։ Սակայն ո՞րն էր այդ հիվանդությունը,
Ինչպիսին էին նրա վերջին ամիսները եւ ամենակարևորը, արդյոք իսկապես մահը տեղի ունեցավ այդ օրը։ Այս հարցերը սկսեցին տարածվել շատ արագ, երբ պարզվեց, որ Վանոյի վերջին հանրային հայտնվելը գրանցվել էր 2019 թվականին, 2 տարի առաջ նրա պաշտոնական մահից։ Եվրոպական մի քաղաքում նա նկարահանվել էր պատահական հեռախոսի տեսախցիկով, ընտրելիս մի շքեղ ռեստորանում, եւ տեսանյութը, թեև շատ կարճ, ցույց էր տալիս այն Վանոյին, ում ֆիզիկական վիճակը երևում էր բավական լավ։ Նա քայլում էր առանց օգնության, սպասարկում էր ինքն իրեն եւ նույնիսկ ծիծաղում էր իր ընտրակիցների հետ։ Ինչպես կարող էր մի մարդ, ով 2 տարի առաջ այդքան լավ էր, հանկարծ վախճանվել երկարատև հիվանդությունից։ Բժշկական փորձագետներից մեկը, ով պայմանավորվեց մնալ անանուն, վերլուծեց Վանոյի վերջին հանրային լուսանկարները եւ տեսանյութերը։ Եթե նա իսկապես տառապում էր որևէ ծանր հիվանդությունից, ապա դա կլիներ տեսանելի։ Օրինակ, քաղցկեղի դեպքում վերջին փուլերում մարդը կորցնում է կշիռը, դեղնում է մաշկը, աչքերը խորանում են։ Սրտի հիվանդությունների դեպքում նկատվում է շնչառության դժվարություն, այտուցվածություն։ Նեյրոլոգիական հիվանդությունների դեպքում շարժման խանգարումներ, խոսքի դժվարություն։ Վանոյի վերջին նկարներում ես չեմ տեսնում այդ ախտանիշներից ոչ մեկը։ Նա թվում է լիովին առողջ մարդ իր տարիքի համար։ Այս դիտարկումը բարձրացրեց նոր հարցեր։ Արդյոք պաշտոնական մահվան հայտարարությունը հիմնավորված էր իրական բժշկական փաստերով, թե դա էր ուղղակի քաղաքական խաղի մի մաս։ Ավելին, երբ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին հրապարակվեց մահվան լուրը, շատ լրագրողներ փորձեցին իմանալ, որտեղ է տեղի ունեցել մահը, որն էր մահվան պատճառը բժշկական տերմիններով, եւ ով էր այն բժիշկը, ով հաստատել էր մահը։ Այս հարցերի պատասխանները երբեք չհրապարակվեցին։ Պաշտոնական միջոցները պատասխանեցին։ Ընտանիքը պահանջել է գաղտնիություն, սակայն հենց այդ գաղտնիությունն էր, որը սնուցեց կասկածները։ Եթե Վանոն իսկապես մահացել էր բնական պատճառներով, ինչու էր անհրաժեշտ թաքցնել բժշկական մանրամասները։ Ինչու չկար պաշտոնական մահվան վկայական, որը կարող էր հրապարակվել։ Ինչու ընտանիքը համաձայնեց անմիջապես թաղել մարմինը առանց հանրային ցավակցության հանդիսության։ Մի բժիշկ, ով աշխատել է Եվրոպայի մի խոշոր կլինիկայում, որտեղ կասկածվում է, որ Վանոն բուժվել է վերջին տարիներին, պատմեց անվանազերկ։ Մենք ունեինք մի պացիենտ, ում անունը Գաղտնի պահվեց, սակայն նրա պրոֆիլը համընկնում էր Վանո Սիրադեղյանի հետ։ Նա ստանում էր կանխարգելիչ բուժում, սակայն ոչինչ ծանր։ Հիմնականում սովորական տարեցների վերահսկողություն, ճնշման, արյան հետազոտություններ, սրտի ռիթմի մոնիտորինգ։ Նա լքեց կլինիկան 2019 թվականի ամռանը, լրիվ լավ վիճակում։ Երբ 2021 թվականին լսեցի նրա մահվան լուրը, ես շատ զարմացա, քանի որ վերջին զննումները ցույց էին տալիս, որ նա կարող էր ապրել դեռ տասնամյակներ։ Այս վկայությունը թեև անհաստատ ավելացնում է կասկածները, որ Վանոյի մահը կարող է լինել կեղծված։ Ավելի անհավանական տեսությունները խոսում են նրա մասին, որ Վանոն նախապես պլանավորել էր իր մահը, որպես վերջնական ազատագրում յուրաքանչյուր հնարավոր քրեական հետապնդումից։ 1999 թվականից ի վեր, երբ նա լքեց Հայաստանը, նրա անունը մնում էր կապված բազմաթիվ չբացահայտված քրեական գործերի հետ, ֆինանսական հանցագործություններից մինչև ենթադրյալ քաղաքական սպանություններ։ Եթե նա իրականում կենդանի է, ապա պաշտոնական մահը նրան տալիս է կատարյալ պաշտպանություն։ Հայկական արդարադատությունը չի կարող հետապնդել մեռած մարդու։ Եվրոպական երկրները չեն արտահանձնում մարդու, ով պաշտոնապես մահացել է։ Սա կլիներ հանճարեղ ռազմավարություն, հենց նույն մարդուց, ով ամբողջ իր կյանքը վարել է ռազմավարության արվեստով։ Իսկ ընտանիքը, Վանոյի որդիները եւ թոռները, ովքեր այսօր ապրում են Եվրոպայում, շարունակում են վայելել շքեղ կյանք, առանց պաշտոնական աշխատանքի կամ բիզնեսի։ Նրանք տիրապետում են վիլաների, ունեն թանկարժեք մեքենաներ, ճանապարհորդում են անընդհատ։ Որտեղից է գալիս այդ գումարը։ Պաշտոնապես նրանք պնդում են, որ դա ժառանգություն է ընտանեկան բիզնեսից, սակայն ոչ մի հայտնի բիզնես չկա, որը կարող էր ապահովել այդքան հարստություն։ Միակ տրամաբանական բացատրությունը այդ փողերը գալիս են այն հաշիվներից, որոնք Վանոն բացել էր 90-ականներին եւ որոնք այժմ կառավարվում են նրա ընտանիքի կողմից։ Իսկ եթե այդ հաշիվները ակտիվ են, ապա դրանք պահանջում են որոշ մեկին, ով պարբերաբար հաստատում է իրավասությունը։ Մարդ, ով մեռել է, չի կարող հաստատել իրավասություն բանկային հաշվի վրա։ Ուրեմն ով է դա անում։
Հին հայկական հավատալիքներում կա մի հասկացություն. անդեսանելի մարդ, ով չի մեռնում, այլ անցնում է մեկ այլ իրականություն, որտեղ նա շարունակում է ազդել ապրողների աշխարհի վրա։ Վանո Սիրադեղյանը թերևս դարձել է հենց այդպիսի ստվեր, մարդ, ում մահը հայտարարվել է, սակայն ում ներկայությունը դեռևս զգացվում է։ 2022 թվականին Երևանում տարածվեց մի լուր, որը սենսացիա հանդիսացավ սոցիալական ցանցերում, մի կին, ով պնդում էր, որ տեսել է Վանոյին Ստամբուլի օդանավակայանում։ Նա նկարեց լուսանկար հեռվից, թեև պատկերն անհստակ էր, սակայն մարդու դեմքի ուրվագիծը, քայլվածքը, նույնիսկ այն բնորոշ շարժումները, երբ նա շտկում էր իր ակնոցը, համընկնում էին Վանոյի հետ։ Լուսանկարը հրապարակվեց, եւ 24 ժամվա ընթացքում այն կիսվեց հազարավոր անգամներով։ Սակայն հետո լուսանկարը հանկարծ հեռացվեց բոլոր հարթակներից, իսկ կինը, ով հրապարակել էր, չհայտնվեց հրապարակային տարածության մեջ եւս երբեք։ Իշխանությունը չի չափվում միայն պաշտոններով կամ հրամաններով։ Իշխանությունը դա ֆիզիոլոգիա է, կենսաբանական ռեակցիա, որը փոխում է մարդու մարմինը, նրա ուղեղը, նույնիսկ նրա արյան քիմիական կազմը։ Երբ մարդը տիրապետում է այլ մարդկանց ճակատագրերին, նրա օրգանիզմում սկսում է արտադրվել կորտիզոլի եւ ադրենալինի հատուկ խառնուրդ, որը ստեղծում է կախվածություն, ավելի ուժեղ, քան ցանկացած թմրանյութից։ Վանո Սիրադեղյանը ապրեց այդ կախվածության մեջ ավելի քան 20 տարի, եւ նրա մարմինը հարմարվեց այնպես, որ առանց իշխանության նա պարզապես չէր կարող գոյատևել։ Նեյրոբիոլոգիայի պրոֆեսոր Դավիթ Հարությունյանը, ով մասնագիտանում է իշխանության հոգեբանության մեջ, 2018 թվականին հրապարակեց հետազոտություն, վերլուծելով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վարքագիծը։ Երբ մարդը տասնամյակներ ապրում է իշխանության գագաթին, նրա ուղեղի պրեֆրոնտալ կեղևը վերակառուցվում է։ Նա սովորում է մտածել ոչ թե անհատական, այլ համակարգային կատեգորիաներով։ Յուրաքանչյուր մարդ դառնում է գործիք, յուրաքանչյուր իրադարձություն հնարավորություն։ Այդպիսի մարդիկ չեն կարող պարզապես թոշակի անցնել եւ ապրել հանգիստ կյանքով։ Նրանց ուղեղը պահանջում է անընդհատ խաղ, անընդհատ մանիպուլյացիա։ Եթե նրանք կորցնում են իշխանությունը, նրանք փնտրում են այլ ուղիներ վերահսկելու իրականությունը։ Այս տեսությունը կատարյալ նկարագրում է Վանոյի վարքագիծը 1999 թվականից հետո, երբ նա լքեց Հայաստանը։ Վանոն չհեռացավ քաղաքականությունից, նա փոխեց դաշտը։ Արտասահմանում նա շարունակեց կառուցել իր ցանցը, սակայն այլևս ոչ թե պաշտոնական կառույցների միջոցով, այլ անտեսանելի կապերի։ Նա հանդիպում էր մարդկանց, ովքեր երբեք չէին հայտնվում լրատվամիջոցներում, ֆինանսական խորհրդատուներ, օֆշորային կառույցների մասնագետներ, նախկին հետախուզական ծառայողներ, ովքեր այժմ աշխատում էին մասնավոր անվտանգության ոլորտում։ Նրանց միջոցով Վանոն ստեղծեց մի համակարգ, որը թույլ էր տալիս նրան շարունակել վերահսկել ֆինանսական հոսքերը առանց ֆիզիկապես ներկա լինելու։ Այս համակարգը հիմնված էր 3 սկզբունքների վրա՝ անանունություն, բազմաշերտություն եւ ավտոմատացում։ Անանունությունը նշանակում էր, որ ոչ մի փաստաթուղթ չպետք է ուղղակիորեն կապված լիներ Վանոյի անվան հետ։ Բոլոր հաշիվները բացվում էին օֆշորային ընկերությունների անունով, որոնց սեփականատերերը գրանցված էին որպես անանուն բաժնետերեր։ Այդ ընկերությունները իրենց հերթին ունեին ենթաընկերություններ, որոնք գրանցված էին այլ երկրներում։ Այսպիսով, եթե որևէ մեկը փորձեր հետևել փողի հետքին, նա կհանդիպեր տասնյակ շերտերի, որոնցից յուրաքանչյուրը պահանջում էր իրավական թույլտվություն տարբեր երկրներից։ Մինչև հետաքննությունը հասներ վերջնական կետին, տարիներ կանցնեին, եւ ապացույցները կորած կլինեին։ Բազմաշերտությունը նշանակում էր, որ ոչ մի մեկ անձ չգիտեր ամբողջ պատկերը։ Վանոն աշխատում էր տարբեր մարդկանց հետ, յուրաքանչյուրը պատասխանատու էր միայն մի փոքր հատվածի համար։ Մեկը կառավարում էր հաշիվները Շվեյցարիայում, մյուսը Լիխտենշտայնում, երրորդը Կիպրոսում։ Նրանք երբեք չէին հանդիպում միմյանց, երբեք չէին խոսում միմյանց հետ։ Յուրաքանչյուրը ստանում էր հրահանգներ անանուն էլեկտրոնային նամակների միջոցով, որոնք ուղարկվում էին կոդավորված սերվերներից։ Եթե մեկը ձերբակալվեր, նա կարող էր բացահայտել միայն իր փոքր մասը, սակայն ոչ ամբողջ համակարգը։ Ավտոմատացումը նշանակում էր, որ հիմնական գործարքները կատարվում էին ավտոմատ ռեժիմով, նախապես սահմանված ալգորիթմների համաձայն։
Վանոն օգտագործում էր ժամանակակից ֆինտեխ լուծումներ, որոնք թույլ էին տալիս փոխանցել գումարներ մի հաշվից մյուսը առանց մարդկային միջամտության։ Այդ ալգորիթմները ծրագրավորված էին այնպես, որ ռեագեին որոշակի իրադարձությունների։ Եթե մի հաշվի վրա հայտնվում էր իրավական հետաքննություն, գումարը ավտոմատ կերպով տեղափոխվում էր այլ հաշիվ։ Եթե մի երկրում փոխվում էին օրենքները, համակարգը ինքնուրույն փոխում էր երթուղին։ Այսպիսով, նույնիսկ եթե Վանոն ֆիզիկապես բացակայում էր, նրա ֆինանսական կայսրությունը շարունակում էր գործել։ Սակայն ամենահետաքրքիրը հենց ֆիզիոլոգիական ասպեկտն էր։ Վանոն ապրելով արտասահմանում պահպանում էր իր առողջությունը անսովոր եղանակներով։ Նա օգտագործում էր նորագույն բժշկական տեխնոլոգիաներ, որոնք հասանելի էին միայն շատ հարուստներին։ 20-10-րդ թվականներին նա անցավ ստվոլային բջիջների թերապիա Շվեյցարիայի մի փակ կլինիկայում, որտեղ բուժում էին միայն միլիարդատերերին եւ նախկին պետական ղեկավարներին։ Այդ թերապիան, որը արժեր մոտ 200,000 եվրո, թույլ էր տալիս դանդաղեցնել ծերացման process-ը եւ վերականգնել վնասված օրգանները։ Վանոն անցավ 3 կուրս՝ 20-10-րդ, 20-12-րդ եւ 20-14-րդ թվականներին։ Բացի այդ, նա օգտագործում էր նաեւ նոր սերնդի նոոտրոպներ, դեղամիջոցներ, որոնք բարելավում են ուղեղի աշխատանքը։ Այդ դեղերը, որոնք դեռևս չէին հաստատված պաշտոնական բժշկության կողմից, թույլ էին տալիս պահպանել հիշողությունը, կենտրոնացումը եւ որոշումների կայացման արագությունը, նույնիսկ 80 տարեկանում։ Վանոյի անձնական բժիշկը, ով ծառայել է նրան վերջին 10 տարիները, պատմեց Անանուն. Նա ուներ մի ռեժիմ, որը կարող էր պահպանել նույնիսկ 100 տարեկանի։ Ամեն առավոտ հատուկ սննդային հավելումներ, կեսօրին ֆիզիկական վարժություններ անհատական մարզչի հետ, երեկոյան մեդիտացիա եւ կոգնիտիվ վարժություններ։ Նա չօգտագործեց ալկոհոլ վերջին 15 տարիներին, չուտեց շաքար, չօգտագործեց ծաղր, չարվար մնացած կեղտեր։ Նա կողմ էր կյանքի մոտեցմաններից ու տոկուս էր մեղադրում մյուս մարդկանց մասին։ Այդ ամենը պարզվեց մինչ նա ամեն ինչ տարվա վերջին օրը չափածենեց։ Նրա մոտ սկզբը ստեղծվեց միայն դա հետևելով։ Տեց շաքար, չօգտագործեց ծխախոտ։ Նրա մարմինը գործում էր ինչպես ճշգրիտ մեխանիզմ, իսկ ամենաանհավանականը Վանոն նախապատրաստվում էր իր մահվան համար տարիներ առաջ։ 2018 թվականին նա սկսեց տարածել լուրեր իր վատ առողջության մասին։ Նա հրավիրեց մի քանի հին ծանոթների, հատուկ ցույց տալու, թե ինչպես է տառապում։ Նա նվազեցրեց իր հանրային հայտնվելները, սկսեց մերժել հրավերները։ 2019 թվականին նա արդեն խոսում էր իր մահվան մասին, որպես անխուսափելի իրադարձություն։ Սակայն բոլոր այդ ժամանակ նրա իսկական առողջական վիճակը մնում էր գերազանց։ Սա էր դերասանություն, հանճարեղ ներկայացում, որը պատրաստում էր հանրությանը դեպի այն օրը, երբ կհայտարարվի նրա մահը։ Եվ երբ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին հայտարարվեց մահը, ամեն ինչ արվեց այնպես, որ չմնար ոչ մի կասկած։ Պաշտոնական հաղորդագրություններ, ընտանիքի հայտարարություններ, նույնիսկ մի փակ թաղում, որտեղ ներկա էին միայն ամենամոտ մարդիկը։ Սակայն ոչ ոք չտեսավ մարմինը։ Ոչ ոք չստացավ բժշկական վկայական, ոչ ոք չկարողացավ հաստատել, որ այդ մարմինը իսկապես Վանո Սիրադեղյանինն էր։ Եվ հենց այդ բացակայությունն էր, որը սնուցում է այն տեսությունը, որ Վանոն դեռևս կենդանի է, ապրելով որևէ հեռավոր վայրում, որտեղ նա շարունակում է վերահսկել իր անտեսանելի կայսրությունը։ Երևանի կենտրոնական պետական արխիվում 5-րդ հարկի ամենախավար անկյունում կա մի սենյակ, որը պաշտոնապես գոյություն չունի։ Այն չի նշված շենքի պլանում, դրա դուռը չունի համար եւ բանալին պաշտվում է միայն արխիվի տնօրենի անձնական սեյֆում։ Այդ սենյակում պահվում են փաստաթղթեր, որոնք երբեք չպետք է տեսնեն լույսը, 1990 թվականների ամենազգայուն գործերը, որոնք կապված են ներքին գործերի նախարարության, քաղաքաբեդարանի եւ անդարային տնտեսության վարչության գործունեության հետ։ Այս փաստաթղթերի մեջ են Վանո Սիրադեղյանի ստորագրությամբ հրամանները, որոնք թույլ են տվել փոխանցել պետական ակտիվները մասնավոր ձեռքեր, բացել օֆշորային հաշիվներ եւ իրականացնել գործարքներ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ $200 միլիոն։ 2017 թվականին մի խումբ անկախ լրագրողներ փորձեցին մուտք գործել այդ արխիվ պաշտոնական հարցումով։
Նրանք ներկայացրեցին դատարանի որոշում, որը պարտավորեցնում էր արխիվին տրամադրել տեղեկատվություն 1992-ից մինչև 1996 թվականների ֆինանսական գործարքների մասին։ Արխիվի տնօրենը Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ այդ փաստաթղթերը կորել են հրդեհի հետևանքով 1998 թվականին։ Սակայն երբ լրագրողները պահանջեցին ներկայացնել հրդեհի մասին պաշտոնական հաշվետվությունը, պարզվեց, որ այդպիսի հաշվետվություն երբեք չի կազմվել։ Ավելին, Հրշեջ ծառայության արխիվում չկար ոչ մի գրառում այդ հրդեհի մասին։ Մի նախկին արխիվիստ, ով աշխատել է այդ շենքում 1998-ից մինչև 2010 թվականները, պատմեց անանուն. Հրդեհ չի եղել։ Այդ փաստաթղթերը հեռացվել են հատուկ հրամանով 2001 թվականին։ Ես տեսա, թե ինչպես 3 մարդիկ, ում ես չէի ճանաչում, եկան գիշերվա ժամերին եւ տարան տասնյակ տուփեր, լի փաստաթղթերով։ Նրանք ունեին պաշտոնական թույլտվություն, որը ստորագրված էր ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից։ Ես չկարողացա կարդալ անունը, քանի որ ստորագրությունը անընթեռնելի էր։ Հաջորդ օրը ինձ կանչեցին տնօրենի սենյակ եւ ասացին, որ ես երբեք չեմ տեսել այդ մարդկանց, եւ եթե ես խոսեմ, ես կորցնեմ աշխատանքս եւ կհայտնվեմ ավելի վատ իրավիճակում։ Սակայն ոչ բոլոր փաստաթղթերը հեռացվեցին։ Մի փոքր մասը մնաց, պատահականորեն կամ միտումնավոր, որպես ապահովագրություն։ Այդ փաստաթղթերից մեկը հայտնվեց 2019 թվականին մի անանուն աղբյուրի ձեռքում, ով այն փոխանցեց լրագրողական հետաքննության խմբին։ Այդ փաստաթուղթը 1994 թվականի մարտի 12-ի ամսաթվով պարունակում էր Վանո Սիրադերյանի ստորագրությամբ հրաման, թույլատրելու Ararat Invest ընկերությանը ձեռք բերել Երևանի կենտրոնում գտնվող 3 շենք, խորհրդային ժամանակաշրջանի գնով, որը 1000 անգամ ցածր էր շուկայական գնից։ Այդ ընկերության սեփականատերերը գրանցված էին որպես անանուն բաժնետերեր Կիպրոսում, սակայն հետագա հետաքննությունը ցույց տվեց, որ այդ ընկերությունը կապված էր Վանոյի ընտանիքի անդամների հետ։ Մեկ այլ փաստաթուղթ, որը հայտնվեց 2020 թվականին, պարունակում էր հաշվի համար բացված Շվեյցարիայի Credit Suisse բանկում 1993 թվականին։ Այդ հաշվի վրա ըստ փաստաթղթի տեղադրված էր $5 միլիոն, որպես անտառային ռեսուրսների արտահանման եկամուտ։ Սակայն պաշտոնական տվյալները ցույց էին տալիս, որ Հայաստանը այդ տարին արտահանել էր անտառային ռեսուրսներ ընդամենը $2 միլիոն չափով։ Որտեղից էր գալիս մնացած 3 միլիոնը։ Եվ ամենակարևորը, ով էր այդ հաշվի իրական սեփականատերը։ Արխիվների լռությունը ոչ միայն հայկական երևույթ է։ 2018 թվականին մի շվեյցարական լրագրող Ժան-Պիեր Դյուբուան հրապարակեց հետաքննություն, վերլուծելով Շվեյցարիայի բանկերում բացված հաշիվները, որոնք կապված էին նախկին խորհրդային հանրապետությունների պաշտոնյաների հետ։ Նրա հետաքննությունը բացահայտեց, որ 1990 թվականներին Շվեյցարիայում բացվել է ավելի քան 3000 հաշիվ անանուն սեփականատերերով, որոնց ընդհանուր գումարը գնահատվում էր մոտ $10 միլիարդ։ Այդ հաշիվներից մոտ 30 հաշիվ կապված էր Հայաստանի հետ, եւ դրանցից 3-ը ուղղակիորեն հղում էին Վանո Սիրադերյանի անվանը, թեև ոչ պաշտոնապես։ Դյուբուան գրեց. Շվեյցարական բանկային համակարգը այդ տարիներին գործում էր որպես սև անցք, ներծծելով խորհրդային կայսրության փլուզումից ազատված միլիարդները։ Բանկերը չէին տալիս հարցեր, որտեղից է գալիս գումարը, ով է իրական սեփականատերը, ինչու է անհրաժեշտ անանունությունը։ Նրանք պարզապես բացում էին հաշիվները եւ ստանում իրենց միջնորդավճարները։ Այսօր, երբ միջազգային ճնշումը ստիպեց Շվեյցարիային բացահայտել մի մաս այդ հաշիվներից, մենք տեսնում ենք, որ դրանցից շատերը դեռևս ակտիվ են։ Գումարները շարժվում են, փոխանցվում են, ներդրվում են։ Սա նշանակում է, որ ինչ-որ մեկը դեռևս վերահսկում է այդ հաշիվները։ Հայաստանի դատախազությունը 2019 թվականին փորձեց պաշտոնական հարցում ուղարկել Շվեյցարիային, պահանջելով տեղեկատվություն այդ հաշիվների մասին։ Սակայն Շվեյցարիան պատասխանեց, որ չի կարող տրամադրել տեղեկատվություն բանկային գաղտնիության օրենքի հիմքով։ Հայաստանը պահանջեց միջազգային իրավական օգնություն, սակայն գործընթացը ձգձգվեց տարիներով բյուրոկրատական խոչընդոտների պատճառով։ Մինչև 2022 թվականը ոչ մի պատասխան չէր ստացվել։ Իսկ Հայաստանի ներսում արխիվների լռությունը շարունակվում է։ 2021 թվականին Վանոյի մահվան հայտարարությունից հետո մի խումբ ակտիվիստներ պահանջեցին բացել բոլոր փակ արխիվները եւ հրապարակել ճշմարտությունը։
Նրանք կազմակերպեցին բողոքի ակցիա արխիվի շենքի դիմաց, սակայն ոստիկանությունը նությունը ցրեց ցույցը, պատճառաբանելով, որ դա անօրինական հավաքույթ է։ Ակտիվիստներից մեկը, Անի Պետրոսյանը, հայտարարեց. «Մենք պահանջում ենք իմանալ ճշմարտությունն»։ Սակայն ճշմարտությունը արդեն իսպառ թաքնված էր օֆշորային հաշիվներում եւ եվրոպական վիլլաներում։ Վիեննայի Դոբլինգ թաղամասում, որտեղ բնակվում են Ավստրիայի ամենահարուստները, կա մի վիլլա, հասցեով Հիմելշտրասե 17։ Շենքը շինվել է 19-րդ դարի վերջերին, սակայն ներսից ամբողջովին վերանորոգվել է 2010 թվականին։ Պաշտոնապես այն պատկանում է Alpen Holding GmbH ընկերությանը, գրանցված Լիխտենշտայնում։ Սակայն տեղական բնակիչները գիտեն, որ այնտեղ ապրում է հայկական ընտանիք, որի անդամները խոսում են հայերեն եւ ունեն շքեղ մեքենաներ՝ Bentley, Rolls-Royce, Porsche Cayenne։ Այս ընտանիքը Սիրադեղյանները։ 2019 թվականին ավստրիական թերթ Der Standard-ը հրապարակեց փոքրիկ հոդված վերնագրով «Հայկական միստերիոզ միլիոնատերերը Վիեննայում»։ Հոդվածում նշվում էր, որ Դոբլինգի վիլլայում ապրող ընտանիքը տարեկան ծախսում է մոտ 2 միլիոն եվրո միայն սպասարկման, անվտանգության եւ տրանսպորտի վրա։ Նրանք ունեն 5 մշտական աշխատակից, 2 սպասարկուհի, 1 խոհարար, 1 այգեբան եւ 1 անձնական վարորդ։ Ընտանիքի երիտասարդ անդամները սովորում են Վիեննայի ամենաթանկ մասնավոր դպրոցում՝ American International School, որտեղ տարեկան ուսման վարձը կազմում է 45,000 եվրո մեկ երեխայի համար։ Նրանք ճանապարհորդում են մասնավոր ինքնաթիվներով, հանգստանում են Մալդիվներում եւ Սեյշելներում, գնումներ են կատարում Փարիզի եւ Միլանի բուտիկներում։ Սակայն ամենահետաքրքիրը հարցն է, որտեղից է գալիս այս գումարը։ Ընտանիքի ավագ անդամը Արման Սիրադեղյանը, Վանոյի որդին, պաշտոնապես չունի որևէ աշխատանք։ Նրա անձնական էջերը սոցիալական ցանցերում, որոնք փակ են հանրությունից, ցույց են տալիս շքեղ կյանք, յախտաներ Միջերկրակական ծովում, սկի կուրորտներ Ալպերում, գալա երեկոներ օպերայում։ Նրա կինը Լիլիթ Սիրադեղյանը հաճախում է Վիեննայի ամենաէքսկլյուզիվ սալոնները եւ տիրապետում է զարդերի հավաքածուի, որի արժեքը գնահատվում է մոտ 500,000 եվրո։ 2020 թվականին մի ֆինանսական հետաքննող Մարկուս Վեբերը, ով մասնակի դանում է օֆշորային գառույցների վերլուծության մեջ, հրաբարագեց հետազոտություն, վերլուծելով Alpen Holding GmbH-ի կառուցվածքը։ Նա հայտնաբերեց, որ այս ընկերությունը ունի տասնյակ ենթաընկերություններ գրանցված Կիպրոսում, Մալթայում, Պրիդանական Վիրջինյան կղզիներում եւ Պանամայում։ Այդ ենթաընկերությունները իրենց հերթին տիրապետում են անշարժ գույքի, բաժնետոմսերի եւ բանկային հաշիվների։ Վեբերը գրեց. «Սա դասական օֆշորային կառուցվածք է, որը նախագծված է թաքցնելու իրական սեփականատիրոջը։ Յուրաքանչյուր շերտ ավելացնում է 1 լրացուցիչ պատնեշ իրավական հետապնդումից։ Սակայն եթե հետևես փողի հետքին բավականաչափ խորը, կարող ես հասնել աղբյուրին»։ Վեբերի հետաքննությունը հասավ մինչև մի հաշիվ, բացված Credit Suisse բանկում 1993 թվականին։ Այդ հաշվի վրա սկզբնական ավանդը կազմում էր $5 միլիոն։ 2020 թվականին այդ հաշվի մնացորդը գնահատվում էր մոտ $25 միլիոն, շնորհիվ ներդրումների եւ տոկոսների։ Հաշվի սեփականատերը պաշտոնապես գրանցված էր որպես Alpen Holding GmbH, սակայն իրական շահառուն էր Արման Սիրադեղյանը։ Վեբերը հարցրեց. «Ինչպես կարող է մի մարդ, ով երբեք չի աշխատել, տիրապետել $25 միլիոն»։ Պատասխանը պարզ է. այդ գումարը ժառանգություն է, սակայն ոչ օրինական բիզնեսից, այլ այն ակտիվներից, որոնք կուտակվել են 90-ականներին։ Իսկ Վիեննայում Սիրադեղյանների ընտանիքը շարունակում է ապրել իր փակ աշխարհում։ Նրանք չեն տալիս հարցազրույցներ, չեն մասնակցում հայկական համայնքի միջոցառումներին, խուսափում են ցանկացած հրապարակայնությունից։ Տեղական հայերը, ովքեր փորձել են մոտենալ նրանց, պատմում են, որ Սիրադեղյանները շատ փակ են եւ չեն ցանկանում խոսել իրենց անցյալի մասին։ Մեկը նշեց. «Ես մի անգամ հանդիպեցի Արմանին մի հայկական ռեստորանում։ Ես ներկայացա եւ ասացի, որ ես էլ եմ Հայաստանից։ Նա ժպտաց, սակայն անմիջապես փոխեց թեման։ Երբ ես հարցրի ինչով է զբաղվում, նա պատասխանեց. ներդրումներ եւ ավելին չբացատրեց։ Սակայն ամենաանհավանականը տեղի ունեցավ 2021 թվականի նոյեմբերին, մեկ ամիս անց Վանոյի պաշտոնական մահից։
Վիեննայի Դոբլինգի վիլայում տեղի ունեցավ մի փակ միջոցառում, որին ներկա էին մոտ 20 մարդ։ Տեղական բնակիչները նկատեցին, որ այդ երեկո վիլան լուսավորված էր ամբողջությամբ, եւ մուտքի մոտ կանգնած էին 2 անվտանգության աշխատակիցներ։ Հյուրերը ժամանում էին թանկարժեք մեքենաներով, առանց պետական համարանիշների։ Մեկ հարևան, ով ապրում է հարևան շենքում, պատմեց. «Ես տեսա, թե ինչպես մի տարեց մարդ իջավ մեքենայից։ Նա շարժվում էր դանդաղ, սակայն առանց օգնության։ Նա կրում էր մուգ ակնոց եւ գլխարկ, թեև արդեն երեկո էր։ Երբ նա մտավ վիլը, ես տեսա նրա պրոֆիլը, բարակ սուր դեմքի գծերով։ Այդ պրոֆիլը ինձ ծանոթ էր, սակայն ես չկարողացա հիշել որտեղից»։ Հաջորդ օրը այդ հարևանը տեսավ Վանո Սիրադեղյանի հին լուսանկարը ինտերնետում եւ անմիջապես ճանաչեց այն տարեց մարդուն։ Նա զանգահարեց ավստրիական ոստիկանություն եւ պատմեց իր դիտարկումները։ Ոստիկանությունը գրանցեց հաղորդումը, սակայն պատասխանեց, որ առանց կոնկրետ ապացույցների չի կարող սկսել հետաքննություն։ Հարևանը փորձեց կապվել լրագրողների հետ, սակայն ոչ մի լրատվամիջոց չցանկացավ հրապարակել այս պատմությունը անհաստատ տեղեկատվության պատճառով։ Այսպիսով, այդ դիտարկումը մնաց որպես հերթական տեսություն, որը չի կարող հաստատվել։ Լոնդոնի Սիթիում, ֆինանսական շրջանում, որտեղ կենտրոնացած են աշխարհի ամենահզոր բանկերը, կա մի փոքր օֆիս, 3-րդ հարկում, հասցեով Threadneedle Street 41։ Այս օֆիսը պատկանում է Cascade Financial Services Limited ընկերությանը, գրանցված բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Ընկերությունը մասնագիտանում է ակտիվների կառավարման եւ ֆինանսական խորհրդատվության մեջ։ Պաշտոնապես այն ունի 3 աշխատակից, սակայն իրականում կառավարում է ավելի քան $200 միլիոն ակտիվներ, տարածված տասնյակ երկրներում։ 2018 թվականին բրիտանական հետաքննող լրագրող Ջոնաթան Միլլերը հրապարակեց մանրամասն հոդված Guardian թերթում, վերլուծելով Cascade Financial-ի գործունեությունը։ Նա բացահայտեց, որ այս ընկերությունը կապված է նախկին խորհրդային հանրապետությունների պաշտոնյաների հետ, ովքեր օգտագործում են այն իրենց ակտիվները թաքցնելու համար։ Միլլերը գրեց. Cascade Financial-ը դասական փողերի լվացման կառույց է։ Նրանք ստանում են գումարնեց մի երկրից, փոխանցում են դրանք բազմաթիվ միջանկյալ հաշիվների միջոցով եւ վերջապես ներդնում են օրինական բիզնեսներում, անշարժ գույք, բաժնետոմսեր, արվեստի գործեր։ Այսպիսով կեղտոտ փողերը դառնում են մաքուր։ Միլլերի հետաքննությունը հայտնաբերեց, որ Cascade Financial-ը կապված է մի հաշվի հետ, բացված Barclays բանկում 2010 թվականին։ Այդ հաշվի վրա տեղադրված էր 10 միլիոն ֆունտ ստերլինգ, որպես ներդրումային կապիտալ։ Հաշվի սեփականատերը պաշտոնապես գրանցված էր որպես Cascade Financial, սակայն իրական շահառուները թաքնված էին օֆշորային կառուցվածքի ետևում։ Միլլերը փորձեց հետևել փետել փողի հետքին եւ հայտնաբերեց, որ գումարը սկզբնապես եկել էր Կիպրոսից, նախքան այն Շվեյցարիայից, իսկ դրանից առաջ անհայտ աղբյուրից Արևելյան Եվրոպայից։ Բրիտանական ֆինանսական վերահսկողական մարմինը FCA 2019 թվականին սկսեց հետաքննություն Cascade Financial-ի դեմ, կասկածելով փողերի լվացման մեջ։ Սակայն հետաքննությունը դադարեցվեց 2020 թվականին, անբավարար ապացույցների պատճառով։ Մի անանուն աղբյուր FKA-ից պատմեց Միլլերին. «Մենք գիտեինք, որ ինչ-որ բան սխալ է, սակայն չկարողացանք հաստատել։ Ընկերությունը ուներ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բոլոր գործարքները ձևականորեն օրինական էին։ Մենք չկարողացանք ապացուցել, որ գումարները գալիս էին հանցավոր աղբյուրներից։ Բացի այդ, ընկերությունը ներկայացրեց իրավաբանների հզոր թիմ, որը սպառնում էր դատական հայցով, եթե մենք շարունակեինք հետաքննությունը առանց կոնկրետ ապացույցների։ Սակայն Միլլերի հետաքննությունը չդադարեց։ Նա շարունակեց հետևել հետքերին եւ հայտներեց, որ Cascade Financial-ը կապված է նաեւ Դուբայի անշարժ գույքի շուկայի հետ։ 2015 թվականին ընկերությունը գնեց 3 շքեղ բնակարան Դուբայի Բուրջ Ղալիֆա աշտարակում, ընդհանուր արժեքով $15 միլիոն։ Այդ բնակարանները գրանցված էին անանուն սեփականատերերի անունով, սակայն տեղական աղբյուրները հաղորդեցին, որ դրանք օգտագործվում են հայկական ընտանիքի կողմից։ Միլլերը ճանապարհորդեց Դուբայ եւ հարցազրույց վերցրեց Բուրջ Ղալիֆայի անվտանգության աշխատակցից։ Աշխատակիցը, ով պահանջեց անանունություն, պատմեց. «Այդ բնակարաններում ապրող ընտանիքը շատ փակ է։ Նրանք երբեք չմասնակցում են շենքի միջոցառումներին, չխոսում են հարևանների հետ։ Նրանք ունեն մասնավոր անվտանգություն, 2 մարդ, ովքեր միշտ կանգնած են դռան մոտ։
Ընտանիքի անդամները խոսում են հայերեն եւ ռուսերեն։ Ես մի անգամ լսեցի, թե ինչպես նրանցից մեկը հեռախոսով խոսում էր եւ հիշատակեց Վանո անունը։ Ես չգիտեի, թե ով է այդ Վանոն, սակայն հետո, երբ ես կարդացի ձեր հոդվածը, ես հասկացա։ Դուբայից հետքերը տանում են դեպի Մոնակո, մեկ այլ հարուստների դրախտ, որտեղ չկա եկամտահարկ եւ որտեղ գաղտնիությունը պաշտպանված է օրենքով։ 2016 թվականին Մոնակոյում գրանցվեց Mediterranean Estates Sam ընկերությունը, որը գնեց մի պենթհաուս Մոնտե Կարլոյում արժեքով 20 միլիոն եվրո։ Ընկերության տնօրենը պաշտոնապես գրանցված էր որպես ֆրանսիացի իրավաբան, սակայն իրական շահառուները կրկին թաքնված էին օֆշորային կառուցվածքի ետևում։ Մոնակոյի անշարժ գույքի գործակալներից մեկը, ով մասնակցել էր գործարքին, պատմեց. Գնորդները շատ պրոֆեսիոնալ էին։ Նրանք գիտեին ճիշտ թե ինչ են ուզում եւ ունեին անսահմանափակ բյուջե։ Նրանք վճարեցին ամբողջ գումարը կանխիկ մեկ շաբաթվա ընթացքում։ Սա անսովոր է նույնիսկ Մոնակոյի համար, որտեղ շատ հարուստներ կան։ Իսկ ամենահետաքրքիրը, բոլոր այս գործարքները կատարվել են 2010-ից մինչև 2020 թվականները, հենց այն ժամանակաշրջանում, երբ Վանո Սիրադեղյանը պաշտոնապես թոշակի վրա էր եւ հիվանդանում էր։ Ինչպես կարող էր մի մարդ, ով պաշտոնապես չուներ եկամուտ, ֆինանսավորել այսպիսի հսկայական գործարքներ։ Պատասխանը կրկին տանում է դեպի այն հաշիվները, որոնք բացվել էին 90-ականներին եւ որոնք շարունակում են ակտիվ լինել։ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին, երբ հայտարարվեց Վանո Սիրադեղյանի մահը, աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցան մի շարք անսովոր իրադարձություններ, որոնք թվում է կապված էին միմյանց հետ։ Շվեյցարիայում Credit Suisse բանկի մի հաշվից փոխանցվեց $3 միլիոն դեպի Սինգապուր։ Կիպրոսում մի օֆշորային ընկերություն փակվեց եւ նրա ակտիվները դեղափոխվեցին Պանամա։ Դուբայում Բուրջ Խալիֆայի 3 բնակարանները վաճառվեցին անանուն գնորդի մեկ շաբաթվա ընթացքում։ Մոնակոյում Mediterranean Estates Sam-ի տնօրենը հրաժարական տվեց եւ հեռացավ անհայտուհությամբ։ Այս իրադարձությունները թեև իրարից անկախ թվացող ունեին մի ընդհանուր նկարագիր, դրանք բոլորը տեղի ունեցան հենց այն օրը կամ հաջորդ օրերին, երբ հայտարարվեց Վանոյի մահը։ Ֆինանսական վերլուծաբանները, ովքեր հետևում էին այս գործարքներին, նկատեցին, որ դրանք կատարվել էին համակարգված կերպով, ինչպես նախապես պլանավորված օպերացիա։ Մի վերլուծաբան Ռիչարդ Թոմսոնը գրեց իր բլոգում. Սա դասական մահից հետո ռազմավարություն է։ Երբ մի մարդ մեռնում է, նրա ակտիվները անմիջապես վերակազմավորվում են, խուսափելու ցանկացած իրավական հետապնդումից։ Նոր սեփականատերերը, նոր հաշիվները, նոր կառույցները, ամեն ինչ սկսվում է զրոյից եւ հին հետքերը անհետանում են։ Սակայն ամենահետաքրքիրը տեղի ունեցավ 2021 թվականի դեկտեմբերին, 2 ամիս անց Վանոյի պաշտոնական մահից։ Վիեննայի Դոբլինգի վիլան վաճառվեց անանուն գնորդի արժեքով 6 միլիոն եվրո։ Սիրադեղյանների ընտանիքը տեղափոխվեց անհայտ վայր։ Նրանց սոցիալական ցանցերի էջերը փակվեցին, նրանց հեռախոսահամարները դադարեցին աշխատել, նրանց էլեկտրոնային հասցեները դարձան անհասանելի։ Ընտանիքը, որը տասնամյակներ ապրել էր Վիեննայում, հանկարծ անհետացավ, ինչպես ծուխը օդում։ Տեղական հայկական համայնքում մնաց միայն լռությունը եւ հարցեր, որոնց պատասխանները թաղված են ինչ-որ տեղ, օֆշորային հաշիվների խորքում, ուր գորշ կարդինալի անտեսանելի կայսրությունը շարունակում է ապրել նույնիսկ մահից հետո։